Կոտրվածքներ, այդ ձմռանն ընդառաջ բնականաբար պետք է անդրադառնալ այս թեմային, քանի որ ձմռանն է հենց որ կոտրվածքները շատանում են։ Կոտրվածքները իր սեզոնայնությունն ունեն, հա։ Հիմնականում խոցելի խումբը դրանք տարեցներն են։ 60+-ը, որ ավելի դժվարությամբ է արդեն քայլում, ավելի կոորդինացիան խախտված է։ Հիմնականում այդ մարդիկ են խոցելի խումբը, իսկ այդ խոցելի խմբի մոտ ավելի խոցելի կոտրվածքները դա կոնքաստրային հոդի կոտրվածքներն են, ազդրոսկրի ֆիզիկի եւ ազդրոսկրի գլխի կոտրվածքներն են, որոնք որ իրենց վատ արյունամատակարարման հետևանքով կամ չեն կպնում, կամ շատ դժվարությամբ են կպնում, բարդություններ են լինում, եւ որպեսզի կարողանանք վերականգնել մարդկանց կենսակերպը, նորմալ կենսակերպը, մենք ստիպված ենք լինում արդեն փոխարինել վնասված կոտրված հոդերը արհեստական հոդերով, եւ դա արդեն էնդոպրոթեզավորում է, դա կոչվում է էնդոպրոթեզավորում։